Ընկերներ ողջույն, եկեք միասին այսօր հասկանանք ինչ է իրենց ենթադրում n չափանի վեկտորը։ Սահմանենք դրանց գումարումը եւ բազմապատկումը թվով, գծային զուգակցության սահմանումը տանք եւ զուգակցության արժեքը հասկանանք ինչ բանն է։ Նախքան այս ամենը եկեք կատարենք մի քանի ուրեմն նշանակումներ։ Առաջին նշանակումը դա հետեւյալն է. n-ով նշանակում ենք բնական թվերի բազմությունը, իսկ r-ով իրական թվերի բազմությունը։ Ուրեմն վերցնենք կամայական n, որ պատկանում է մեծատառ n, այսինքն բնական թվերի բազմությանը, եւ դիտարկենք հետեւյալ կարգավորված n-յակը ալֆա 1-ից մինչև ալֆա n, այս n-յակը դիտարկենք, որտեղ կամայական i համար ալֆա in պատկանում է r-ին, այսինքն այստեղից կամայական ալֆան պատկանում է r-ին։ Եվ տանք հետևյալ սահմանումը, ուրեմն յուրաքանչյուր կարգավորված n-յակ անվանում են n չափանի վեկտոր եւ ընդված է նշանակի ալֆա գծիկով։ Ալֆա գծիկով նշանակում են n չափանի վեկտորը։ Այստեղ ներկայացված է ուրեմն տող վեկտորը եւ սա սյուն վեկտորն է, այսինքն վեկտորի ներկայացման երկու եղանակ կա, դա մեկը տողով ներկայացումն է, մյուսը սյան տեսքով ներկայացումն է։ Հիմա եկեք միասին հասկանանք, թե այս կերպ սահմանված վեկտորի վրա ինչ գործողություններ կարելի է սահմանել։ Ուրեմն դրա համար դիտարկենք մեր ալֆա վեկտորը, որ n չափանի է, բետա վեկտորը, որը նույնպես n չափանի է, եւ վերցնենք միանձան, որ պատկանում է r-ին։ Սահմանենք ինչ է իրենց ենթադրում վեկտորների գումարումը ալֆա գումարած բետա վեկտորների գումարը իրենց ենթադրում է իրենց համապատասխան տարերի գումարին, այսինքն ալֆա 1-ը գումարած բետա 1-ով, ալֆա 2-ը բետա 2-ով եւ այսպես շարունակ։ Ինչ է այստեղ ներկայացած ալֆա 1 գումարած բետա 1, ալֆա 2 գումարած բետա 2, այսպես շարունակ ալֆա n գումարած բետա n։ Իսկ թվով բազմապատկումը, լյանդմա թվով բազմապատկումը նշանակում է, որ տվյալ վեկտորի կամայական բոլոր տարերը բազմապատկենք նույն լյանդմայով, որը ներկայացված է այստեղ։ Եվ հիմա այսպես սահմանված մեր գործողության հիման վրա տանք դիտարկենք հետևյալ 8 հատկությունները։ Որն են այդ 8 հատկությունը։ Առաջինը, որ ալֆա գումարած բետան հավասար է բետա գումարած ալֆան, ու այստեղ ալֆա բետա վրացնում խոսքը գնում է վեկտորների մասին։ Եկեք ապացուցենք հենց այս առաջին հատկությունը, ալֆա վեկտոր գումարած բետա վեկտոր։ Ինչ է սա ինձ նշանակում, նշանակում է, որ համապատասխան տարերը պետք է այդ գումարվեն, այսինքն ալֆա 1 գումարած բետա 1, այսպես շարունակ ալֆա n գումարած բետա n։ Սա հավասար է։ Հիմա տեսեք ալֆա 1 բետա 1 սրանք իրական թվեր են, իսկ իրական թվերի համար ալֆա 1 գումարած բետա 1-ը հավասար է բետա 1 գումարած ալֆա 1, քանի որ իրական թվերն, իրական թվերի համար այսպիսի հատկություն գոյություն ունի։ Հետևաբար սա կարանք հանգիստ գրենք, որ հավասար է բետա 1 գումարած ալֆա 1, այստեղ էս գիծը պետք չէր, բետա 1 գումարած ալֆա 1, այսպես շարունակ բետա n գումարած ալֆա n։ Իսկ սա n-ը, ինչ որ ես ուզում եի ցույց տալ, որտեղ այստեղ գրված է բետա 1 գումարած ալֆա 1, բետա 2 գումարած ալֆա 2, եւ այսպես շարունակ բետա n գումարած ալֆա n։ Այստեղ սկսում է իսկ այստեղ ալֆա 1 բետա 1, ալֆա 2 բետա 2, ալֆա n բետա n։ Այսպեսով այս հատկությունը ապացուցվեց։ Նույն կերպ ապացուցվեն նաև այս հատկությունը եւ այս հատկությունը։ Նու այստեղ զրոյական վեկտոր է սահմանում, ուրեմն զրոյական վեկտորը դա այն վեկտորն է, որի բոլոր տարերը 0-ներ են։ Հիշենք, ալֆան դա ալֆա 1-ից մինչև ալֆա n է։ Հիմա եթե ես այն գումարեմ զրոյական վեկտորն, այսինքն ստամ ալֆա 1 գումարած 0, իսկ ալֆա 1-ը այդ դեպքում իրական թիվ է, իրական թիվ գումարած 0-ն տալիս է նույն թիվ, այսինքն կստանանք նույն վեկտորը, նույն ալֆա վեկտորը։ Այստեղ հակադիր վեկտորն է սահմանվում ինչ բան է, ուրեմն հակադիր վեկտորը դա վեկտորի տարերը վերցված մինուս նշանով, այսինքն իրանց գումարը կտա 0, ինչու, որովհետև ալֆա 1 հանած կստանանք ալֆա 1, այսպես շարունակ ալֆա n հանած ալֆա n, իսկ սա իրական թվերի n-յակ է, որոնց տարբերությունը տալու է 0, հետևաբար ստանանք 0։ Շատ լավ, եկեք սրանք մաքրենք, ուրեմն 5-րդ հատկությունը ինչ է ասում է թվերի գումարը, ալֆա գումարած նյու այս թվերի գումարը բազմապատկած վեկտորով։ Ինչի է հավասար։ Հավասար է, որ ես վեկտորը բազմապատկեմ մի հատ ալֆայով, գումարեմ վեկտորը բազմապատկեմ նյույով։ Հիմա եկեք հասկանանք սա ոնց է աշխատում։ Ուրեմն տեսեք, այս մասը բացենք, հա, ինչ ենք ստանալու։ Ստանալու ենք հետևյալը. լյանդմա գումարած նյու, այսպես ալֆա 1, այսպես շարունակ, ուրեմն լյանդմա գումարած նյու ալֆա n։ Այս ստանում ենք սա։ Այսինքն սա ստացանք։ Հիմա եկեք սա բացենք, սա ալֆա 1-ը իրական թիվ է, սրանք իրական թվեր, հետևաբար կարող գրեմ սա հավասար է։ Հավասար է ինչի։ Լյանդմա ալֆա 1 գումարած նյու ալֆա 1, այսպես շարունակ, ուրեմն լյանդմա ալֆա n գումարած նյու ալֆա n, նյու ալֆա n։ Հավասար է սրան։ Շատ լավ, իսկ սա ինչի է հավասար։ Սա էլ ըստ մեր գումարման սահմանման հավասար է
այս տարի սրա գումարին, սրա ու սրա գումարին, այսինքն առանձին երկու վեկտորների մասին է խոսքը գնում, չէ՞։ Իսկ որ վեկտորների մասին է խոսքը գնում։ Գնում է լիանդմա ալֆա 1 վեկտոր, եկեք այստեղից մաքրեմ, լավ, եկեք վերևում գրեմ, հավասար հետևյալ, հավասարը ուրեմն լիանդմա ալֆա 1 վեկտոր, այսպես շարունակ լիանդմա ալֆա n վեկտոր գումարած նյու ալֆա 1 վեկտոր, այսպես շարունակ նյու ալֆա n վեկտոր։ Համասար սա։ Իսկ այստեղ թվով բազմապատկում է, թվով բազմապատկման ժամանակ այս ալֆան ես կարամ հանեմ դուրս, ստանամ ալֆա այս լիանդմա ալֆա վեկտոր, սա լիանդմա ալֆա վեկտոր գումարած նյու բետա վեկտոր։ Իսկ սա այն էր, ինչ որ ես ուզում եի ապացուցել, այսպեսով սա նույնպես ապացվեց։ Նույն կերպ ապացվել նաև այս մյուս հատկությունները, որոնք արդեն այստեղ շարադրված են։ Շատ լավ, այս 8 հատկություններն են, որոնք գործնական մենք շատ կիրառելու ենք։ Հիմա եկեք միասին հասկանանք, թե ինչ բան է իրենց ենթադրում վեկտորների գծային զուգակցությունը։ Ուրեմն դիցուկ ունենք հետևյալը, ալֆա վեկտորը, որն իրենց ենթադրում է հետևյալ քառյակը 2 0 -2 եւ 6, իսկ բետա վեկտորը -1 1 2 եւ 4, գաման էլ 0 9 3 9։ Ուրեմն դիտարկենք հետևյալ արտահայտությունը, որը կոչվում է ալֆա, բետա, գամմա վեկտորների գծային զուգակցություն, համապատասխանաբար 2, 1 եւ -3 գործակիցներով գծային զուգակցությունը սա է ենթադրում։ Եվ այստեղից պետք է գտնենք մենք սա նշանակում ենք կատարում, այս ամեն ինչը այս արտահայտությունը նշանակում ենք այս դելտայով ու պետք է գտնենք այդ դելտան։ Իսկ դելտան ոնց ենք գտնելու։ Դելտան գտնելու ենք, այո, շատ բարձր։ Ուրեմն ինչ ենք անում 2 անգամ 2 4, 2 անգամ 2, ես գտնեմ դելտայի առաջին կոմպոնենտին, ստանանք հիմա 3։ Տեսեք ոնց ենք ստանում։ Ալֆա 1-ը դա 2 է, 2 անգամ 2 գումարած, բետա 1-ը դա -1 է, այսինքն -1, իսկ գամմա 1-ը դա 0 է, այսինքն հանած 3 անգամ 0։ Սա էլ հավասար է, սա 0։ 4 հանած 1, այսինքն հավասար 3, այսպեսով ստացամ 3։ Հիմա մի հատ վերջինը ձեզ համար հաշվեմ, ուրեմն վերջում ինչ է գրված։ 2 անգամ ալֆա n-ը, ալֆա 4-ը 6 է, այսինքն 2 անգամ 6, հեսա, տեսեք, ալֆա 4-ը սա է։ Գումարած բետա 4-ը 4 է, հեսա, գումարած 4 եւ -3 անգամ գամմա 4-ը 3 է, այսինքն -3 անգամ 3, այս սա է։ Հիմա պետք է հաշվենք այս արտահայտությունը, այստեղ ներկայացված է 12 գումարած 4 հանած 9, որը ոնց որ թե 12 գումարած 4 համ 9։ Իսկ սա ինչի է հավասար, սա հավասար է հենց 7-ի։ Այն ինչ որ այստեղ ներկայացված է եւ նույն կերպ արդեն այս երկու կոմպոնենտներն են հաշվում։ Վերջ ընկերներ, այսքան այսօրվա համար, հաջորդ դասին ավելի հետաքրքիր թեմայինք միասին քննարկելու։ Չմոռանաք բաժանորդել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։